ինձ հիմա ուղարկում են միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, ինձ հիմա ուղարկում են Դիլիջան քաղաքի վիճակը այս պահի դրությամբ։ Ես նույնությամբ տեղադրում եմ Telegram կանալ։ Որ ասում է հեղեղն, ջուրն, հելելա ու էթմամ։ Սա էլ Դիլիջանը կուրորտային քաղաք։ Ինչևից է ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է նման բարդակ վիճակի մեջ, միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս ելի ժողովուրդ, այսօր ամսի 11-ն է հուլիսի, եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մեր մշտական անդամները իրենց տեղերում են, պարոն Աբազյան, էտա Անդոյ, Մալչիկ Պայմինի Սասուն Բոզի տղան, Վայ Ղազարյան, ոստիկանապետն, Աննա Վարդապետյան, Կողքն Տահաճ Մարդ, Արգիշ Քարամյան Կիրեմը Բխով, Ռուզիկ Քրիստիկան կամուտատերի մոտա, Ռուզիկ գնա դեպի դուրը, բաց ներս հրավիրի այսօրվա մեր հյուրերին։ Հոկտեմբերյանի քաղաքապետի կնիգն ընտանիքն եւ այլն այս պայդրությամբ բերանով մաքրմա մեր տուալետը։ Ես ասել եմ, չէ, սիստեմատիկաբար մենք անդրադառնալու ենք հոկտեմբերյանի քաղաքապետ Բոզի տղուն։ Իտակ, ներս ենք հրավիրը, Վայ Ղազարյան արդեն ստեյա, ներս ենք հրավիրը, նորից Սարգսյան Նորիկ Եղվարդի քաղաքապետին, Դավիթ Սուքյասյան, ML Mining, ես նորից եմ զգուշացնում, որ մենք զանգահարելու ենք Եղվարդի քաղաքապետին։ Так, Սուրեն Պապիկյան, ուսուցչուհի Բոզի տղուն, Վլադիմիր Գասպարյան Բոզի տղուն, Յանոսյան Լովա Բոզի տղուն, Էշի տղա դատավոր Բոզի տղուն, հերթով մտեք ներս։ Так, дальше. Ազգային ժողովի պատգամավոր քպական Լիլիթ Մինասյան Ագարկին, Так, բանը զինվորական դատախազին, ռազմական ոստիկանության պետին, Так, արտարադատության փոխնախարար Բալյանին, հետևաբար նաև Քոչարյան Անդոյին, օգնական Բալյանի Արզումանյան Մելոին, Արմավիր քերակատարողականի պետ Արսեն Արզումանյանին, Так, Ծաղկաձորի կազինո Աստորիա, Արշակ Կարապետյան, նախկին պաշտպանության նախարար, Պեկի ղեկավար կազմին, Սոֆի Դևոյանին, Մեծամորի քաղաքապետ Վահրամ Խաչատրյանին, անցինստի Գանդոն, Սուրեն Պապիկյանին ասել ենք, Երևանի քաղաքապետ Սիսի Բոզի տղուն, Նիկոլ Փաշինյան Ղախպի տղուն։ Դրա համար ժամանակին են տեղադրում, ժամանակին։ Քաղաք, միանգամից ասեմ, որ հենց որ մեզ ուղարկել են տեսանյութ քաղաք Դիլիջանից, Գետապնյա թաղամաս,
ժամը 18:00-ից 19:30 ժամանակահատվածում ա եղել, Գետապնյա թաղամասից դեպի ավտոկայարան հատվածը տեսանյութը նկարված, ամբողջ քաղաքը ջրի մեջ, տեսանյութը տեղադրված է իմ տելեգրամ կանալում, Դիլիջանի քաղաքապետ Բոզի տղուն ևս, Ադրի, ես մի բան եմ ուզում հասկանամ, ուրեմն բոլոր քաղաքապետերը, գրեթե Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քաղաքապետերը, նամանավանդ ԿՊԱ-կան քաղաքապետերը, ուզում եմ հասկանամ, խի են այսքան ֆենոմենալ Բոզի տղա, խի, փողը կա, հնարավորությունները կա, են որ ասած ինքնիշխանությունը ձեզ տվել են, ի՞նչն է պատճառը, որ դուք չեք կարողանում ձեր իսկ քթի տակ եղած քաղաքի վրա նստած, փողը բյուջեի վրա նստած, տարական պրիմիտիվ հարցեր չեք կարողանում կառավարել, օրինակ Մեծամորի քաղաքապետ Վարամ Խաչատրյան, ասեցինք, ժամանակ տվեցինք, սովետական միությունից 70-ական թվականներից մնացած նույնությամբ քանդած, բլած Երևան Մեծամոր ճանապարհի վրա գտնվող ավտոկանգառը վերանորոգի տղա ջան, մի հատ բիսեդկա բեդի ներքևալ չարեց, երկու անգամ ասելը, սա էլ արդեն երրորդ անգամն է, Բոզի տղա, պոռնիկի ծնունդ, Վարամ Խաչատրյան, Մեծամորի քաղաքապետ, սաղ Մեծամորը տուն ու տեղը ծածացնի, ես ուզում եմ հասկանամ, լավ, այսքանից հետո, նույնժելի գտնվելու է մի հատ Մեծամորի բնակիչ, որ գնայց Բոզի տղուն ձեն տա, Вообще ԿՊ-ին տենա ու գնա ձեն տա, ԿՊ-ին, Վազգենի Քվորը, Ռոբիկականներին, Սերժականներին եւ այլն, 80 թվից, ասեմ, ես 2 տարեկան երեխա եմ եղել, 3 տեով գնաց եկել եմ, ես այդ կանգառը հիշում եմ, Մինչև հիմա նույն վիճակն է, բլե, թափե, չուկունի բան է, նա տեսավ, վարյա գնաց է, ճանապարհը չկա, որ տանեմ դեպի կանգառ, խոտել, մոտել, հելել են, փագել են, ասին կուլտուրական նամուսով ժամանակ տվինք, մենք ասեցինք, մենք լսեցինք, ոչ մի բան, Բա հիմա ոչ չասես, սաղ Մեծամորը ծածացնի կնգատ, մամայիդ, պապայիդ ու բալեքիդ, Բոզի տղա, ոչ կարելի է չասել, Երևանի քաղաքապետարան, Սիսի Բոզի տղա, մի անգամից քանի որ գնաց խոսք, բանը, Երևան Հայաստանի Հանրապետության բյուջեից դուրս են գրում 2.5 միլիարդ դրամ, որ փոսալացումներ արվի Երևանը, Նիկոլ Բոզի տղեն հելե հեծանիվա երևի կշե, մանայեք ինչ եկե, չգիտեմ տեսելա, որ սա քաղաքի մաման անիծված է, ուրիշ բանա երբ որ էսկորդով է սեթում, ուրիշ բանա երբ որ հեծանվով է սեթում, ու տենը մեզ դար, փոզ, գծանշում, ոչ մի բան չկա, բա գումարը տալու փոխարեն Նիկոլ Բոզի տղա, Հայաստանի բյուջեից, խի Երևանի քաղաքապետանը գումար չունի, թոքիչ լապեն, Կանչի մոտը քաղաքապետին ասա, քո դրած քաղաքապետն է, ասա Բոզի տղա, ես ինչ ճանապարհներ են, ես ինչ ես կա, մի հատ գծանշում, մի հատ բանը աղբահանություն, ուրա, մի հատ հարկի ավել կամ ԱՊԶ-ի շինթույլտվություն է տալը, միլիոնա լափեմ, ընգերսիսիդ, Իշքան մարդիկ կային, հավանով կնացիք արաբկիրի թաղապետին բռնին, լավ արին, բանը կենտրոնը, Սամվել Ղուկասյանը, մյուսները, Զեթունի քաղաքապետը, Քանաքեռի, դրանց եւ այլը, Շնգավիթը, մյուսները աբազ, կամ էս նույնն է Երևանի քաղաքապետարանը, Փողի վրա նստած դոլարնիկի, դու պետական բյուջեից փող ես դուրս գնում, որ փոսալացում անես, այ Բոզի տղա Նիկոլ։ Կամ, եթե գումարի հարց է, այսօր ես բան են անում, ահա զանգում են, բանը, բիզնեսմեննիքը, Երևանի, ասում է, պարոն Ղուկասյան, ժամը 12-ից հետո հարկերը քառապատկվում են, ասում ինչ հարկ, դե ասում է, մինչև 12-ը ուրիշ հարկադրույքով ենք աշխատում, 12-ից հետո, 24:00-ից հետո, ուրիշ, գիշերային ակումբ կլինի, ռեստորան կլինի, կաֆե կլինի, գրողու սերսավ կլինի եւ այլն, 12-ից հետո 4 անգամ ավել հարկ, սա շտո։
За что? Ասի ես տեղյակ չեմ, ես նոր եմ լսում, որ Երևան քաղաքում կա նման օրենք, որ ժամը բոլոր ցիվիլ երկրներում ընդհակառակ է, ժամը 24:00-ից որ աշխատի խանութը, հարկ իջացնում են, նվազեցնում են, չգիտեմ, ինչ որ առավելություններ են տալի բիզնեսին, որ գիշերն էլ աշխատի։ Այս բոզի տղեն հակառակն անում։ Հետո ասում է փող չկա, բա որտե՞ս պիտի լինի փող, եթե քո բիզնեսը փակվում է։ Խանութա, սրճարանա եւ այլն, ամառա, տուրիստական զոնայա, մթոմ, ուրիշ բան, չգիտեմ, Մագադան -40, ասեմ հա։ Բա եկել են տուրիստա, տակ եղանակա, փողոցա նստեն, հլնեն, գնան, ծծեն, թքեն, իրարերից եւ այլն։ Ես ուզում հասկանամ այդ նույն տնտեսվարողները խին լռում, այդ կաֆեների, ռեստորանների, չգիտեմ, սննդի օբյեկտների, բանը սեփականատերերը։ Վարչապետ ես բոզի տղակա չի մոտ է հարցը տուր։ Հետո ասում եք Հայաստան բիզնես չի գալում, խռը կգա Հայաստանի։ Մենակ հավարով ժողով անես, ղախպի տղա, իմիջալոց աբազ մի տարին անցավ։ Նիկոլը քեզ մի տարի առաջ անվտանգության խորհրդի ժամանակ ցույցում էր տվել, չեք կարամ բերեք, խփեք։ Բախի չես խփեմ։ Հա? Բոզի տղա։ Հավարով Վարդան Ղուկասյանին ասում եմ, խփելու հրաման էի տվել։ Մի տարին հեսա անցավ, տարի օգոստոսին էս տվել անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Փակ։ Չեք կարան Վարդան Ղուկասյան բերեք, խփեք։ Ինչու Վարդան Ղուկասյանը մամատացածել է, բա ինչ արի։ Միակ մարդը, ով հրապարականորեն ձեր տուն ու տեղը շինում է, ձեր կատարած բոզի տղությունների համար։ Ու այդ նույն կոռուպցիան, թալանը եւ այլն գնում է բոլոր թաղապետարաններում, Էրեբունուց բռնած, Շենգավիթից ելած։ Բոլոր քաղաքապետարաններում կապ չունի դա Երևանա, Օկտեմբերյանա, Դիլիջանա եւ այլն, Եղվարդա։ Ուր է Եղվարդ։ Ես մարդու հետ ուզում եմ խոսամ, չի ստացվում։ Հետո ասում է նեղացել են երեք, ասում են մտել է մեր տուն դուրս չի եկել։ Battery 100%. Connected to Redmi Note 10S and Galaxy S22 Ultra. Ecco, tira merni. Սաքսյան նորիկ, Եղվարդի քաղաքապետ, զանգ, մեկ քաղաքապետ էլ իքնան։ Չկա, գործուտ չունի, չվեգալը։ Բայց ասում են մաքուր մարդա 25 տարի աղ է գավարը մա, սաղ Եղվարդը զավթել ա, հիմա զանգում ես հարց տալ, լրատվա միջոց եմ, չէ, ես, լրատվա միջոց է զանգում ա, հանրային մարդուն ուզում ա հարց տալ։ Չի պատասխանում։ Զանգը տենում է, չի պատասխանում։ Վեկալ։ Ավարտվում է 000072 համարով ենք զանգը։ Անչի չես վեկալը։ Նորո։ The number you have dialed is currently. Խնդրեմ։ Նորո, միատել եմ զանգը, նորո։ Ու է դրանից հետո արդեն Մենակ թողած լոփո խոսան սաղ բան են, ուժեղ տղամարդ է։ Իրանց խեռին չի ոչ մի բան։ Բա զանգում ենք, բեկալ նորո։ Խոստանում եմ խոսել կուլտուրական։
Noro. Vekal noro. Noro nema. Միած անեկդոտ կա եղվարցիների վերաբերյալ, չեմ ուզում հիմա դա պատմեմ, ամբողջ սյուժեն, որտեղ մի տերտեր ասում է խմում եմ հաստ խեր եղվարցիների կենալձը։ Ահա։ Անդե որտից իմացար ինչ դեզդեն, էդի մենք այդքան չենք մանրանը, ուրեմն իշքան հաստ խեր ունեցող եղվարցի կա նորը։ Ծսնի քեզ նորը, այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից, ամեն։ Դու բոզի տղա ես նորը։ Fulcrum, Tigran, Robin Hood. Ճշ, ահա զանգ ենք ստանում։ Սովը։ Մեզ ուղարկում են մեծամորի քաղաքապետի վերաբերյալ, քաղաքապետարանում վերջին խորհրդակցությունը եղել է 15/07/2022 թվականին ըստ պաշտոնական կայքի։ Սա էլ մեծամորի քաղաքապետն է, նայում եմ դեմքին, явный նարկոման։ Ինչա գրի ֆուտբոլի կիզաեսրափակիչը այսօր դիտեք մեծ էկրանին։ Փոխանակ Աստանովքի հարց լուծի ֆուտբոլի կիսա եզրափակիչա լուծում մեծամորում, բոզի տղա։ Խնդրեմ, տեսել յա բա Facebook-յան էջից։ Ախ, նոջո։ Так։ Մենք կանադառնանք հետագայում նաև Դիլիջանի քաղաքապետին։ Իմիջալոց այսօր հանրային դատ հաղորդաշարի մոլի երկրպագուներից Լուսինե Գասպարյանի վարսահարդաշ ծննդյան օրն է։ Ես շնորհավորում եմ Լուսինե Գասպարյանին, եթե չեմ սխալվում, գործունեությունը ծավալում է Շնգավիթում։ Շնորհավոր Լուսինե, քո ծնունդը։ Ահա։ Անցնենք առաջ։ Էսի մեծամորը։ Վահե Ղազարյան, բողոքներով։ Եմ որ անձնագրային գոյություն չունի պասպորտ սեղան Հայաստանի Հանրապետությունում, այդ արդեն գրուկ պեչատու կա, դաժե այսօր ականջովս ընկում է Ավրորա EM, եթե չեմ սխալվում, Ավրորանա դաժե 40 քանի րոպե տրամադրում եթեր, որ Հայաստանի Հանրապետության պասպորտ սեղանների վիճակը ուղղակի ողբերգություն է։ Մարդիկ այդ նույն բողոքները ստանում ենք նաև մենք։ Մարդիկ գիշերը ժամը 2-ից, 1-ից, 3-ից գնում հերթ են պահում, որ առավոտ կարողանան մտնեն պասպորտ սեղան։ Իտո ընդունում են մինչև 50 հոգի։ 51-րդը արդեն գիտի, որ ինքը պիտի գնա տուն, կապ չունի, հերթում ինքը 51-րդն է, 52-րդն է, պիտի գնա տուն, վաղը նորից գա, գիշերվա կես հերթ պահի, որ նորից տենա հասնում այա հերթը, թե չէ։ Սա պասպորտ սեղանների վիճակն է, մարդը ուզում է ստանա անձնագիր, զրկամ դուրս գա Հայաստանի քաղաքացիությունից եւ այլն, հիմա գրանցվում է դեկտեմբերին նոր հերթը հասնում է։ Եթե ես բոզի տղեկը, Վահե Ղազարյան, հանձինս դու, պասպորտ սեղանի հարց չես կարողանում կարգավորես։ Ես ուզում հասկանամ, դուք կրիմինալի դեմ ոնց եք պայքարում։ Կրիմինալի դեմ եք, ոչ մի բան պայքար։ Պլոնք եք հանի, օրեք, եթե առաջ հատ-հաթես ավարյա, հիմա գրուպա-գրուպայա, խմբակային ավտովթարներ են։ Հենա մտնում ես Շամչան, մտնում ես Դոգի ձայն, մտնում ես, չգիտեմ, Արմինին, Վարդան Ղուկասյան Telegram կանալները, բիրիկ, ավտովթարներ են, բիրիկ։ Ասում եմ, թե ժամանակ մեկ էր, հիմա իրար են ծխը մաչու ծախ։ Դրան գումարած, վեկալում զանգում ես 102, չկա մարդ չի վեկալում։ Զանգում ես 102, որ ասես տեղ մարդամերնեմ, ստեղ ավարիա եղե, մարդ չկա ժամերով զանգ գնում է, վեկալող չկա։ Օրինակ,
Քաղաքացիներն ահազանգում են, ասում են պարոն Ղուկասյան, եղել էր ավտովթար։ Ժամը 15:30 եղել է ավտոմթար 8-րդ հիվանդանոցի դեմի փողոցը, օրեր առաջ։ 8:30 նոր դեպքի վայրը մաքրվել է։ 8:30, այսինքն ալմետնայք 5 ժամ այդ փողոցը առու կայնել են։ Բարեկ նեմա քնիչ ոչ մի բան նեմա 5 ժամ փողոցը ժողովուրդն ասում է փողոցի մաման ծսրած է։ Ու լավ ես ուզում եմ հարց տամ։ Ինչի է պիտանի ոստիկանությունը Վահե Ղազարյան։ Պասպորտ սեղանների բարդակը գիտես ինչից է։ Պասպորտ սեղանների բարդակը նաև նրանից է, որ այդտեղ կոմպետենտ աշխատող դու չունես։ Կոմպետենտ խելքը գլխին մարդ չկա։ Սրա բոզը, սրա կնիկը, սրա ագարկեն, սրա ծծողը, սրա ժաշտվողը, սրա շինվողը, բանը, սաղին բերեք կողել եք պասպորտ սեղանի պետ, ոնց որ են ագարկա լոնդիկի աղջկան։ Housekeeping կա, մարդ չկան դե։ Նստած փողը տպմա, այդ պուտանկին։ Բարես ամենաբուն իմաստով, մարդ, որը որ քնություն է հանձնում կտրվում է, 12-13 տարվա պասպորտ սեղանի պետ է, բայց նույնիսկ վերանշանակվում է արաբկիրի պասպորտ սեղանի պետ։ Ուտես լիքը։ Լիքը։ Հասարակ թղթի կտորի հարց, այդ հիմնակը չի կարում։ Էլուր մնաց սպանություն բացահայտել, բռնաբարություն բացահայտել։ Սա քաղաքնյար գյուլեմ, գմպցնեմ, ծծցնեմ, ավտովթար, նարկոտիկ, էլ նարկոտիկների այն, չգիտեմ, կլա դնողների մասին, էլ չենք էլ խոսը։ Երևան քաղաքի մեջտեղում, կենտրոնում կամ չգիտեմ, հանրային վայրում սաղ կամերա սպանություն լինի։ Մինչև այսօր ֆազի սպանության մինչև այսօր այդ մարդասպանների դեմքը չի դնում 102 նասիվ վնիմանիա ռոզիսկ։ Ոչ ինքնա կա, ոչ ինքնա բռնեմ, ուտից բռնի։ Ոչ էլ ասում եմ վնիմանիա ռոզ, էլ խե ժողովուրդ եք ալեմ զանգամ ասում եք գիտեք ինչ բան, գողություն, այս հագելի ժողովուրդ։ Մենք չունենք ոչ մի ուժային հիմնարկ, չունենք, չկա նեմա, ոչ MVD ունենք, ոչ բանակ ունենք, ոչ KGB ունենք, ոչ մի բան, ոչ քնչական կա, ոչ դատախազություն կա, նստածա պոռնիկը դեմս, չկա, ոչ մի բան չկա, և ես ամենի մեղավորը դուք եք, որ գնում եք այս բոզի տղեկին ձեն եք տալեմ, 5 ժամ հասարակ ավտովթար, առեք այնել է սաղ փողոցը։ Հինգ ժամ, արդեն մարդիկ զանգում են ռադիոկայան, ասում են այս վիճակ, ու չի շտկվում։ Բացարձակապես շատ ու այս ֆոնի վրա որ հերթերել է իրար են ուտում, սրանք քաղաքների պասպորտ սեղանները մոբիլիզացնում են սաղ միտեղ։ Բայց դա չի նշանակում, որ կաշառք չկա, դոլարով, մոլարով, ինչ ուզում ես արտահայտ, խնդրեմ։ Հակակոռուպցիոնի բոզի տղա, կնգացսնի սաղ հակակոռուպցիոնը, ML Mining, Դավիթ Սուքյասյան, կոմոտ հարցի առաջանում, որտեղից իան այդքան փող, որ մի հատ էլ շինարարական կամպանիա է ղեկավարում, Սասուն ցեղը ծծի սաղին, հա? Պետությունը խիշ եք ասում, այ գանդոն, Եգիպտոսից արաբներին խիս բերեմ, տեղի հայ բանվորներն ուր են, արաբները ծսցնեն կնգատ,
Դες չի վեկալ եմ բոզի տղեն, բայց լավ տղա է։ Not answering. Անջատեց, իբր դե չէր նայեմ։ Բայց լավ տղա են խաղում։ Արաբի խերը կնիկը ծծած կա, հա, եգիպտացիներ հին ազգ, մումիա դրած խեր, դնեն կնգատ բենի մեջ։ Կամ թուրքական հնամաշ կրանները, որ բերեմ ես դրանով շինարական աշխատանքներ ես անում, մարդիկ լորդվում են կրանով գետին ու մեռնում են, դրա պատասխանով է տալու, սասուն, նավարդ անի սասուն։ Ես չկան, գոհություն են, բայց լավ տղա են, բզանգը մեն վեք հլորով, արաբնիա բերեմ, ռուզիկ, Եգիպտացիները բերեմ շինարարության վրա աշխատածը մեկ մթում Հայաստանում ենքան մի աշխատատեղ ունենք, որ արաբնի պիտի գան, բայց չասես եգիպտացիք իանց մումիա դրա, պապիրուսով պատած խերը դնեն կնգատ պենի մեջ, ընգեր, ինչ է սարուն ազգավորնը, Դավիթ Սուքյասյան, արաբնի են բերեմ, Ուրա, Քոչարյան Անդո, այդ այն ալես։ Ես քո գործ եմ անում, Քոչարյան Անդո։ Ըտենց վիզ դրած ուզում ես արմավիր քերակատարողականի պետ ծսցնել։ Վիզ դրած ուզում ես անուբախ ամբակում ծսցնես, բայց չես կարը, ընչի, չեն վերցնա, թե չեն ուզում։ Հա? Ուրեմն, կրի, Գոյությունի արդարադատության փոխնախարար Բալյան Անդո։ Այդ Բալյան ունի օգնական Արզումանյան Մելլո։ Շշի Մելլո, բայց էսի Արզումանյան Մելլո։ Ուրեմն Արզումանյան Մելլոն հանդիսանում է Վովայի Փեսա Մարկարյան Ալիկի ընկեր բարեկամ boyfriend-ը ծնտակամեն յարերես մի խոսքով։ Ուրեմն Արմավիր քերակատարողական հիմնարկի պետի հովանավորներից մեկը նաև Արզումանյան Մելլոնն է։ Հիմա զանգում ես Աբազին, բեղերով խերդ դնում ես Աբազի մրթին։ Ասեմ ինչի։ 4 ամիս առաջ Արսեն Արզումանյանը Արմավիր քերակատարողականի պետն ունի սև գույնի 222 Mercedes, գաղափար չունեմ այդ ինչ ավտո է։ Ես ստենց մեքաներից ես գիտեմ ջպեր, վերջ, ինձ ուրիշ ավտո չէ թարգերեմ։ Ուրեմն սա իայդ մեքենան տարել է Էժմիածին կա ոմն Սերգոու, բանա դզող փչող, սրամոտ սարքելու, կալանավորների հաշվին, բնականաբար զոննայողնա հաշիվը պագե, չեն դրե եսի միջար է։ Վալորդի անունը Ռուբեն, գրացված է պապանությունում, այն որ բանին Վովային դադում էին, որ գրանցված են ուրիշ տեղ, բայց անում են ուրիշ բան։ Հիմա էս հա։ Շոֆերը գրանցված է պապանությունում, այսինքն մի հատ պապանությունից է փող ստանում, կողից էլ 10 մասով դες դեն։ Հիմա կապնվում ես Անդոյի հետ, Անդոն զանգում է Անդոյին։ Ասում ես այ Գանդոն ապրես։ Ճշտում ես Սերգո Էժմիածնից Mercedes-ը վեկալ է սարքե 4 ամիս առաջ, Բերթի պետի ավտոնա, ովա փողը տղե։ Խտրեմ, կորուպցիա նեմա կասեն։ Գումարած դրան, կրանդո։ Ռեժիմում կա ոմն Աննա, այ մարդես, Աննաները, ինչ-որ մի տեսակ, բանը, տարունակ անուն է, Աննա, Ձիաննա և այլն։ Աննան Ռուբոյի սիրուհին է, այսինքն Բերթեմ աշխատում է ոմն Աննա, այդ Աննային դոմփում է շոֆեր Ռուբոն, բայց ամենը չէ, նույն Աննային դոմփում է նաև Բերթի պետը, այսինքն քարտուղարուհին է, լավ, տենց ասեմ, քարտուղարուհուն, տես ինչ լավ ընկերներ են, համ շոֆերն է դոմփում Էժմիածնի օբյեկտներում, կստացե, որ տանում է Էժմիածնի օբյեկտ դոմփելու, էդ էլ է Բերթը փողը տալը, էլի կալանավորնիկը, Անդե լավերը եւ այլն։ Համ պետնա դոմփեմ, համ շոֆերնա դոմփեմ։ Շվեդская семья։ Տենց է չէ կոչվում։ Ահա, աբազնելա սմա։ Բուշկետում կա Անուշ, էսեն Անուշ։
Գժոյանի կիննա։ Էդ է նույն Գժոյաննա, որին որ կաշառքով բռնին։ Հիմա Գժոյանի կնիգը իրականացնում է նույն այն ֆունկցիաները, ինչ որ անում էր Գժոյանը։ Փողը վեկալում, կալանավորապահմտեղ, փողը վեկալում, հիվանդանոցաղրգում, փողը վեկալում, դեղերնացախում։ Անմա այն ինչ որ անում է մարդը։ Դոլարնի տվեք, խնդրեմ պարկեք, դոլարնի նեմա չունենալով բժշկական կրթություն։ Էս են նույն անուշ ագարկենա, որ են երկու հիվանդը մեռան, այս սրա բոզի տղության պատճառով, են որ հիվանդին թողել էր անտերության, քուրն էլ զանգեց, եթերով ծծրեց անուշին, այս է անուշն, անդու, մի փոքր փորի, ամբակում ու մամբակում, էսի հանում է ջրից, է որ ասում է վրակ, մայվով վրակամ, ու դրուկ, իմ համար կապ չունի, հիմա այսօր դու ես, վաղը եթե մյուսնա Պողոս, Պետրոս, Մարտիրոս, եթե դուրս է գալի իմ թշնամու դեմ, այդ պահին ես այդ բարեկամ եմ, որովհետև ես իտաբերություն ձեզ, կպական բոզի տղեկի ու հեղ ունեմ, եւ ոչ միայն կպական, դաշնակ, մաշնակ, եւ այլն, են որ խոշտանգում ես հրապարակում, ձեն չեն անում, ասում են Վարդան Ղուկասյանն ասե, սուսեք, էլ չեն ասում, վաղը մեզ են ծծնելու, նույն ձև։ Որը որ եղավ, կամի բերետները դրին, դաշնակների մոր դլոն շինին կարմիր գույնի։ Զբաղվի, անդո։ Զբաղվի։ Արշակ Կարապետյան, նախկին պաշտպանության նախարար։ Կուլտուրական մարդ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Արշակ Կարապետյան, ես ստացել եմ մի հատ նամակ, որը որ եթե հիմա ես չտնեմ չկարդամ, քաղաքացին իրավունք ունի մտածելու, կասի Վարդան Ղուկասյանը անում է կողմնապահություն, փողը վեկալի չի խոսում։ Այդտենց բանը խոսակցություններ բավականին հաճախակի են հանդիպում, մենք հեսա դրան կանրադառնանք։ Ուրա քովերով եկած բողոքը։ Տա։ Էս։ Ահա։ Եկեք կարդանք նամակը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, բարև ձեզ։ Ցանկանում եմ մի քանի տեղեկություն փոխանցել ձեզ Արշակ Կարապետյանի ու իր թիմում կորիզ հանդիսացող մի քանիսի մասին, որը շատ կարևոր է եւ վտանգավոր Հայաստանի ապագայի համար։ Հետաքրքիր է։ Հանդիսանում եմ ՀՀՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայող, որի պատճառով էլ չեմ կարող ինքս բարձրաձայնել եւ բացահայտվել։ Շատ երկար տարիներ ծառայել եմ վերոնշյալ ստորաբաժանումներում, Արշակ Կարապետյանի ենթակայության տակ, ուստի լավ եմ ճանաչում թե իրեն եւ թե իրենց սպասարկող դրամապանակներին, որոնք այսօր արդարությունից եւ ազնվությունից են խոսում։ Գրում է քաղաքացին։ Կա մի հատ Նառա Գևորգյան, կարծում եմ դուք էլ կճանաչեք իրեն, այո, ճանաչում եմ։ Ավելի վաղ նա ճանաչված էր որպես Նարիմանիչի Նառա, Ագարկա։ Նարիմանիչին գցելուց հետո տեղափոխվեց Սպեսնազ, որպես կադրավիկ։ Զորամասում նա անում էր ինչ որ ցանկանում էր, իհարկե Արշակի հովանու ներքո։ Նառան հանդիսանում էր վարչության պետի անձնական բումաժնիկը, բանակից ազատում, պաշտոնի բարձրացումներ, ստորաբաժանումներից ուրիշ ստորաբաժանում տեղափոխություններ, արձակուրդներ, զորացրումներ եւ այլն։ Իհարկե այս բոլորը գումարի դիմաց։ 2019-ին սրան տնից տարավ ԱԱՑ-ն Վանեցյանը։ Բազմաթիվ առերեսումների եւ անհերքելի ապացույցների ներքո բացվեց քրեական գործ։ Խոսակցություն էր գնում, որ 6 ամսվա կտրվածքով $150,000 կաշառք էր վերցրել, ոնց որ աուկցիոն լիներ զորամասում, ով բարձր կվճարի, այնքան էլ բարձր պաշտոն կստանա։ Հիմա էլ այս տիպի ոչնչությունները բանակի մարտունակությունից ու արդարությունից են խոսում։ Իրեն գործի ու հայրենիքի նվիրված զինծառայողներ են թևաթափ լինում այս ամենը տեսնելով։ Վերադառնալով Նառայի բերման ենթարկելուն ամբողջ ժորամասը մտածում էր, որ վերջապես բռնեցին այդ խարդախին, բայց թե ինչպես բռնեցին, այնպես էլ բաց թողեցին, քանի որ Արշակ Կարապետյանը ժամանակ աշխատում էր Նիկոլի մոտ որպես զինվորական խորհրդական։ Հետաքրքիրն այն է, որ քրեական գործը դեռ չփակված, Նառային տարան հետախուզության վարչության կադրավիկ։ Ավելի ուշ էլ Արշակի ՊՆ նշանակվելուց հետո նախարարի կադրավիկ։ Այդ առաջխաղացումների տեղի ունեցան 1.5 տարվա մեջ,
կարծում եմ պարզա թե ինչ արժեքների համար։ Ու ես գտնում եմ, որ մեր պարտության ամենամեծ պատճառն էլ հենց այդ էր, որ մարդիկ իրենց արժանինքների ու գիտելիքներին համապատասխան պաշտոններ չէին զբաղեցնում պատերազմի ժամանակ։ Պաշտոնները բաշխվում էին գումարի ու ուրիշ այլ ունակությունների դիմաց։ գլգլ։ Այդ նույն Նարան իր եղբոր որդուն առանց հիմքի եւ արժանինքների, որը պահանջում էր հատուկ նշանակության զորամասի զինծառայողներին, Արցախի զորամասից տեղափոխեց Երևանի զորամաս։ Պատերազմի ժամանակ էլ մարտի դաշտից փախցրեց բերեց Երևան։ Քրեական գործել կար բացված, բայց ինչպես բացվեց, այնպես էլ փակվեց։ Արշակը փակեց ասմա։ Նարայի վերոնշյալ գործողություններից տեղյակ են բոլոր այն մարդիկ, որոնք ծառայել են այս ժամանակահատվածում։ Կարող եք ճշտել Արսեն Վարդանյան, Փիսո, զորամասի նախկին թիկունքի պետ, միաժամանակ Արշակի Բումաժնիկ ու Արսեն Կոտոյանի անձնական օգտագործման ֆուցն։ Արսեն Կոտոյանին կանադառնալ քիչ անց։ Արշակ Կարապետյանը ունի բազմաթիվ կադրեր բանակում իրեն անվերապահ նվիրված, որոնց ինքն է աճեցրել տարբեր արժեքների համար, բայց ոչ ծառայողական։ Նրանք բոլորն էլ զբաղեցնում են բարձր պաշտոններ եւ կարող են հարցեր լուծել բանակում, այդ թվում Ստեփանյան Հրաչ, կադրի վարչության պետ Քավոր Սանիկ, Մովսիսյան Սամվել, հետախուզության վարչության պետ Արթուր Երոյան, ՀՀ զինված ուժերի գշպետի տեղակալ, որը ինքը իր ձեռքի փափուկ մասին էր կրակել պատերազմի ժամանակ, կարող եմ շատ երկար թվարկել այս ցուցակը։ Այս վերոնշված անձանց մայիսի 23-ին շնորհվեց գեներալի կոչում։ Դրա համար էլ գրդնգնեմ 2 տնն դուրս է գալի։ Նիկոլի հրամանները անվեհապահորեն կատարելու համար։ Կարծում եմ պարզե չէ, որ պետք չի թերահավատորեն վերաբերվել այս կաշառակեր ու պարտության պատճառներից մեկը հանդիսացող ագենտին։ Արսեն Սերոժայի Կոտոյան, Պայստազորի գնդապետ։ Սա մի այլ երևույթ է, կարծում եմ դուք էլ եք կճանաչեք, եղել է Սպեցնազի հրամանատարը, ապա հետախուզության պետի տեղակալը, նույն ինքը հանցագործ աշխարհում հայտնի Մետաքսեցի Սերի որդին։ Ինքը հանդիսանում է այս բոլորի կուրատորը, Սև կարդինալ, երբեք չի երևում, գործում է ստվերում։ Ասեմ, չմոռանամ, շատ մոտ ընկերական հարաբերությունների մեջ է Գագիկ Բեգլարյանի հետ։ Կարծում եմ այս ամենը մտածելու տեղիք է տալիս, թե որտեղից են աճում ոտքերը։ Ինչպես որ ժողովուրդն է ասում, ավելի քան վստահ եմ, սրանց մասին բարձրաձայնելուց հետո ավելի ու ավելի շատ ինֆորմացիա կստանաք տարբեր աղբյուրներից։ Մտածում եմ, որ կգտնվեն նաև խիզախ մարդիկ, ովքեր կոնկրետ առնչվել են սրանց հետ։ Նոր փաստեր կներկայացնեն ձեզ։ Հարգանքներով Վարդան Ղուկասյանին։ Մի եկատեղեկատվություն մի հատ նամակի մեջ եւ այսպիսի նամակներ հանրային դատ հաղորդաշարը ստանում է տոննաներով։ Բանակի հետ կապված ես ուզում եմ նորից եւ նորից արձանագրել, որ այս իշխանությունները թշնամաբար են վերաբերվում բանակին։ Սրանց համար բանակը իրանց թիվ 1 թշնամին է։ Այսինքն, եթե մենք ունենք ուժեղ բանակ, այդ բանակը թշնամի հիմնարկ է Նիկոլի համար։ Որովհետև եթե Նիկոլը բոզի տղեն վերաբերվի նորմալ բանակին, ապա իր իսկ վերահսկողական ծառայությունը, որը մտնում ստուգը 2 դնում դուրս է գալի ամբողջ կորպուսի հրամանատարին պիտի աշխատանքից ազատեն, ուղարկեն ավելի ցածր պաշտոնի, բայց նրանք ընդհակառակը ավելի բարձր պաշտոն են տանում, թողում են տեղում, որ ապրես, որ բանակը ծծցնմես, շարունակի ծծցնել։ Իսկ արանքում տուրվում են սիրելի քաղաքացիներ, ձեր ընտանիքի անդամները, ձեր երեխաները, եղբայրները, ամուսինները։ Բանակի հետ կապված մենք ստեղ ունենք մի հատ ահազանգ։ Ուրեմն ընկեր ռազմական ոստիկանության պետ, ընկեր զինվորական դատախազ, Գեղարքունիքի մարզ, գյուղ դրախտիկ, գրեք 05 կանեք էլի, օֆիցիալ
Ռազմական ոստիկանություն Պողոսյան։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյանն է, խնդրում, պարոն Ղուկասյանն է, խնդրում եմ ընդունեք հաղորդում։ Մի րոպե։ Լսում եմ։ Ուրեմն գրեք Գեղարքունիքի մարզ գյուղ դրախտիկ գյուղի բնակիչ այժմ զինծառայող Մնացականյան Արթուր Անդրանիկի Մնացականյան Արթուր Անդրանիկի ասում են դպրոցի տնօրենի որդին է Դպրոցի տնօրենի որդի որդի Ուրեմն 0507-2024 թվականին գտնվելով Սամավոլկի մեջ ինքը ծառայում է Էժմիածնի սապորնի զորամասում այս պայդրությամբ գտնվում է Վարդենիս ոնց հասկանում եմ բանա պերեկամանձիրովկա է եղել Գեղարքունիքի մարզ գտնվելով այո Գտնվելով Սամավոլկի մեջ, ներկա է գտնվել գյուղում բանակի քեֆի։ Բանակի քեֆի ժամանակ եղել է կոնֆլիկտ իա եւ քաղաքացի Օսիպյան Վլադիմիրի միջև։ Հորտնից վերցնելով Մի րոպե, որի Քաղաքացի Օսիպյան Վլադիմիր Հետագայում Օսիպյան Վլադիմիրը դարել է տուժող Վլադիմիրի միջև վերցնելով տնից զենքը Մնացականյան Արթուրը ըստ ահազանգի կրակահերթել է արձակել օդ կռվի ժամանակ Քաղաքացին ունի վնասվածքներ, չէ՞։ Քաղաքացին ստացել է գլխուղեղի ցնցում։ Այսինքն մեր զինվորը խփել է քաղաքացին, այսինքն քաղաքացին էլ բանա ջահել տղա է Օսիպյան Վլադիմիր։ Հիմա ինչու՞ է կայանում հարցը։ Ուրեմն Զինծառայողը իրանց տնից, հա, տանից վերցրել է զենքը։ Այո, տնից վերցրել է բանակի քեֆի ժամանակ բերե կրակել է օդ։ Հիմա հերը Մնացականյան Արթուրին հասցրել է զորամաս, իսկ Արթուրի փոխարեն դեմ է տվել աղբորը, ասում է աղբերն է եղել, Արթուրը չի եղել։ Ռազմական ոստիկանության խնդիրը կայանում է նրանում, որ պարզի Մնացականյան Արթուրը ինչ ոռեր տալի այդ օրը դրախտիկում։ Գործով զբաղվում է MVD-ն, բայց MVD-ն գործը շեղել է զինվորի վրից Եվ տանում է աղբոր վրա, որը փակվելու է, ծածկատան փոցալնելու, բայց զինվորը ինչ ոռեր տալի այդ օրը ինքը ամեն անգամ ներկայանում գյուղում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին, բանակի քեֆ կլնի, ծնունդ կլնի, կարմիր խնձոր կլնի, ինչ ուզում է ըլնի։ Ով է որ մի զորամասի, այսինքն որ մի հրամանատարն է 50,000 դրամի դիմաց, այս զինվորին բաց թողել ծածկել, որ սագազը գյուղ մասնակցի քեֆի, հələ մի հատ էլ հանի գրացնի օդ։ Փոխանցեք օբերգծով տեղակալին։ Շնորհակալություն։ Առաջին հայացքից հիմա կասեն, ինչ ա եղել որ։ Ոչ, սիրելի քաղաքացիներ, ոչ։ Նախ զինվորի տեղը զորամասում է։ Զինվորը կարա ունի արձակուրդ։ Դու արձակուրդ վեկալի գնա։ Արձակուրդից դեն բանակի քեֆ կլնի, կարմիր խնձոր կլնի, ծնունդ կլնի, ես իմիշ գրող ուսև ցավ կլնի, զինվորի տեղը զորամասում է։ Կամ եթե գնում ես, այ հաբրգած գանդոն։ Գնում ես մասնակցես բանակի քեֆը մի հարամար է, մի սարքի կռիվ գալմաղալ, մի հատ էլ այդտեղ մեկին էլ տուր ուղեղի ցնցումով ղրգի բան, անչ է հիվանդանոց։ Ու գանդոն հերդ փոխանակ թու չտա որ լակոտը
Ամսա մեջ մի 10 անգամ գա գեղ ֆրա գնա էսանի բայնանի, հետո աուն հանեն թե յանց երեք հեն ծառայելա, ոնց որ արգիշն ասեմ, ծառայելա։ Սա բարդակի մասին է խոսում։ Սա եւս խոսում է բարդակի մասին։ Վաղը մյուսը որ պատերազմ սկսվեց, այ ինչի մենք այսքան զոհեր ունեցանք։ Ինչի մենք պարտվեցինք ու շարը գցմենք սրա վրա, նրա վրա, որովհետեւ բարդակ է։ Բարդակ։ Կանխամտածված բարդակ։ Էդմոն Մարուկյանն էլ դրել է բան անում, բացահայտում անում։ Հոկտեմբեր բան ասում եմ, պատերազմը սկսվեց, սենց սկսվեց, ընեն սկսվեց, էսի չարին, էնի չարին, հելանք գնացինք, ասեցին, հելեք դուք ստեղից մնռադել եք, ձեր կարիքը չկա, ասեք թող Նիկոլը խոսա Պուտինի հետ, պատերազմը դադարի։ Նիկոլն էլ պատերազմը չսկսված պատերազմի հետորով ասում է, ինչ էլ տեղի ունենա, մենք հաղթելու ենք։ Մենք մեզ պարտված չպիտի համարենք։ Ճուժումս ասեք, անասունության աստիճանը։ Փոխանակ բանակը կարգի բերի, բոզի տղեն, պատերազմի 4 տարի անցել է, չնայած մինչև բանը պատերազմն էլ մի խերս չէր։ Բայց հիմա վաբշե, ասում է ինչ էլ որ տեղի ունենա, մենք մեզ պարտված չենք համար։ Հարց չկա, թոփրեն ձեզի ծածցանի, դու հակես պարտված մի համարի։ Ու շեշտ նման գեր Էդմոն Մարուկյան, ասում է առաջի օրը եկավ տենտեցել ասեց։ Էդմոն Մարուկյանի խորհուրդ կթող, կլասիկ քաղաքական գործի չao։ Չէ՞։ Էդմոն Մարուկյանի խորհուրդ կտամալի պարզ խոսա, որ ասե այդ պատերազմը սարկած էր։ Այդ պատերազմը կանխատեսելի էր, կանխամտածված էր, ամեն ինչ արված էր, դրա համար էլ Սերժը սրան բերեց, որ էսի հանձնի։ Սերժը փողերը վեկալավ, ասեց ես մաքուր եմ։ Հեսա կծծնեմ Սերժին տնով տեղով։ Եվ լավ կլինի, որ քաղաքական գործիչները ոչ թե անընդհատ խոսեն միայն անցյալի մասին, թե ինչպես է պատերազմը պարտված եւ այլ խոսեն նաեւ նրա մասին, որ այսօր բանակ չկա։ Չկա, հենց Հնդկաստանից էս առանք, Ֆրանսիայից որ առաջ օգտագործելու ձևը չգիտենում քերնա պետք։ Հիմա էսի է, հաբրգած գանդոն։ Ու այսքանից հետո ուրա Սոֆի Դևոյան հələ մեկ այնի ինչա ասա Սոֆի Դևոյան ապսես հեռախոսամարը չգիտեմ հուսամ մինչև մյուս հաղորդումը համարը կունենամ ես կզանգեմ Սոֆի Դևոյանին եթե որևիցե մեկը ստե համարը գիտի խնդրեմ կարա գրի ինչ ասա Այսօր կուլտուրական կնիկ այս մարդն է մեր վարչապետը ուրեմն պիտի հարգել նրան Տիկին Դևոյան ես հասկանում եմ որ դուք մշակութային գործիչներդ հանուն ձեր փող աշխատելու ձեր համար նշանակություն չունի մեծ մասն այդպես է հայրենիք երկիր պետականություն եւ այլն կարևորը որ ձեր կոմֆորտը լավը լինի հատուկենտ կան մշակութային ստեղծագործ գործիչներ ինչպիսին Սիլվա Կապուտիկյաններ որ հետ ուղարկեց Ռոբերտ Քոչանին իա մեդալն ասեց դու բոզի տղա ես, դավայ սիկ դրեղի։ Սիլվա Կապուտիկյան, ուր ասով Սիլվա Կապուտիկյանը, ուրեք դուք, անհամեմատելի։ Բայց դուք այսօր ձեր այդ կյանքի մայրամուտի այդ շղարշի մեջ կանգնում ասում եք այս մարդն է մեր վարչապետը։ Հիմա ես ես ուզում եմ հարց տամ, եթե ձեր վարչապետը հանցագործ է, եթե ձեր վարչապետը մարդասպան է, եթե ձեր վարչապետը թույլ է, չմոյ է, պարտված է, ինչ բացական բան ասես այդ վարչապետի մեջ չկա։ Եթե դուք ինձ հետ համաձայն չեք, ես ձեզ հնարավորություն եմ տալիս, տիկին Սոֆի Դևոյան,
Այս հարցը կը ձեր հետ բանավիճել եթերով։ Տեսեք, ես Փարկացով Վարդան Ղուկասյանը տիրապետում է եւ փողոցային վառապաշարին եւ ոսկեղենիկ հայերենին։ Ես ունեցել եմ պատկառելի, հարգելի գրականության ուսուցչուհիներ, որոնց ես հավիտյանս հավիտենի շնորհակալ եմ։ Գրիգորյան Երմոնյա, Ամիրխանյան Ալիսա։ Ես պատրաստ եմ ձեզ հետ խոսելու։ Եվ ձեզ հարց տամ, ի՞նչն եք հարգում ես մարդու։ Այսինքն, եթե այդ աթոռի վրա նստած է, չգիտեմ, անգամ այլ մոլորակային դուք պատրաստ եք հարգելու, դուք աթոռն եք երևի սիրում կամ հարգում, բայց ոչ թե տվյալ անձը։ Ինչ արե տվյալ անձը մշակույթի համար։ Կինը եկավ ձեզ հետ փաթաթվեց, հելակ նեյնամ արիկ, վերջացավ։ Դուք մշակույթ եք պահում դրանով, դուք ձեր մշակույթի վիճակը տեսնում եք այսօր։ Դուք գոհ եք ձեր մշակույթից։ Տիկին, եւ շատ անհարմար է տիկին Սոֆի, որ դուք, նորից եմ կրկնում, դուք եւ ձեր նմանները զուրկ եք պետական մտածելակերպից։ Կատեգորիկ զուրկ եք պետական, ոնց որ ձեր համարն են ուղարկե, հա։ Մի րոպե։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կարող եմ խոսել Տիկին Դևոյանի հետ։ Տիկին Դևոյանի համարը ցույցը, դա իր դպրոցի համարն է, աշխատանքային հեռախոսահամար։ 00420, դա Սոֆի Դևոյանի համարն է այդ դեպքում։ Ինչպես։ 99-004-120, դա եւս Տիկին Դևոյանի համարը չի։ Չէ։ Իսկ Տիկին Դևոյանի հետ ոնց կարող են կապնվել, կներեք։ Ես առավոտյան փոխանցեմ դեր հեռախոսահամար Տիկին Դևոյանին, կարծում եմ ինքը զանգահարի։ Ինչ ասեմ։ Այս հեռախոսահամարը ցավոք սրտի բան է, միակողմանի է, ինքը չի կարող զանգահարել ինձ, ես նախնեկան եմ, անհանգստացնում է Վարդան Ղուկասյանն է։ Ես կցանկանայի զրուցել երկու բառ Տիկին Դևոյանի հետ։ Դուք կարող եք մեզ փոխանցել իր հեռախոսահամարը, ես հիմա զանգահարեմ իրեն։ Կներեք, ես այդ իրավասությունը չունեմ, չեմ կարող փոխանցել։ Ահա։ Դուք աշխատում եք դպրոցում երևի, հա? Այդ բանը, Պարի։ Այո։ Պարի դպրոցում, այո։ Լավ։ Ես կփորձեմ, գիտեք ինչ անել, եկեք այսպես պայմանավորվենք ուրեմն, դուք չնայած Տիկին Դևոյանը արդեն տեղյակ է, որ ես ուզում եմ խոսել իր հետ, ես ձեզ կփորձեմ զանգահարել վաղը, դուք մինչ այդ ճշտեք
Տիկին Դևոյանից համաձայն է արդյոք Տիկին Դևոյանը, որ ես իրեն երկու հարց տամ, վստահեցնում եմ դա բխում է Տիկին Դևոյանի շահերից։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Հետո մենք կուլտուրական ժողովուրդ ենք, հուսամ Սոֆի Դևոյանը կհամաձայնվի մեր հաջորդ հաղորդմանը, որ մենք զանգահարենք իրեն եւ հրապարակային մի երկու հարց տանք Տիկին Դևոյանին։ Ես կուլտուրական մարդ եմ, չէ՞։ Ռուզիկն էլ ասում է, քո նման կուլտուրական, կիրթ, բարեհամբույր, ոսկեղենիկ, կլասիկ, ինտելիգենտ, համեստության տիպար, համեստության գոյություն չունի, միհար, թթու, կծու, մռու, աղի, անհամ, անհոտ, բար ես մարդու բենից չես լսի, վղճես աղ, բոլորը միաձայն ասում են, այո, հուսամ, Տիկին Դևոյանը, էթա ինձ նվաստիս, չի արհամարի, հալտենան կես ինչ ասեմ, Նիկոլի հասցեի, Մի հատ էլ հաճելի երաժշտություն կդնենք, մախմուր աղջիկ, ուրա, ահա, The number you have dialed is currently unavailable. The number you have dialed is currently unavailable. ասեմ ուր ենք զանգում, զանգում ենք Աստորիա կազինո, նորից փորձենք, էտա մենեջեր էձիտաշ, The number you have dialed is Չիրեգալեմ, currently unavailable. անջատը մա էձիտաշ, զանգում ենք Աստորիայի տնօրեն սեփականատեր Գառնիկ Մովսիսյանին, զվանոք, ես ուզում եմ երկու բառ խոսել Գառնիկ Մովսիսյանի հետ, հորդորում եմ Գառնիկ Մովսիսյանին հեռախոսը վերցնի կամ էձիտային ասի զանգին պատասխանի քանի ուշ չի, էձիտայ, Գառնիկ, վեկալ Գառնիկ, մենք զանգում ենք Գառնիկ,
Գառնիկ, ես գիտեմ, որ նայում ես։ Հիմա զանգում եմ Էդիտայ, ասա թող վեկալի, վերջին նախազգուշացումն է, որ Էդիտան վեկալի։ Էտո սխմում կո ճայ, ու զանգն կետա։ The number you have dialed is currently unavailable. Ուրեմն, հարգարժան տեք, Ռոսմա, мы хотели по-хорошему. Գույություն ունի Աստորիա կազինոյում Հարությունյան Էդիտայ Հարությունյան Էդիտայ նույն ինքը Գառնիկի սիրուհի, նույն ինքը պալաժենեց Աստորիայում Գառնիկ դու կարաս շատ բան անես Սրան գնաս, տենաս, էսյան գնաս, ենյան գնաս եւ այլն, բայց քո ագարկին դրանում պետք չի լուսաբանել։ Որովհետեւ եթե ասենք եթե մի բան էլ անում ես, լուսաբանում ես, ոնց էր ասեմ, բերան, 1000 բերան, 1000 բերան քյոտուն քանդմա։ Ուրեմն գրի պեք ապրիլի 2022 թվականի ապրիլ ամսից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը ամեն օր էտա Էդիտայ կազինոյի կասայից դուրս է բերել օրը $2000 օրը մայիսից մինչև հոկտեմբեր $3000 նույնիսկ եմ կրկնում ապրիլից մինչև հոկտեմբերի 23 այդ արանքում ամեն օր Էդիտան կազինոյի կասայից իբրև շահում դուրս է բերել $2000 այսինքն ամեն օր այս սպորնիկը շահել է ամեն օր ապրիլից մինչև մայիս շահել է օրը $2000 մայիսից մինչև հոկտեմբեր ներառյալ շահել է օրը $3000 աղբեր ասես մի երջանիկ Էդիտայ ամեն անգամ նստել է այդ ապարատի դեմը խփել է դոլարնիկը ցպնել է խփել է դոլարնիկը ցպնել է հոկտեմբերից Էդիտային փոխարինել են գոյություն չունեցող անձանցով չտեսել չէ ես հեսա ինչ խոսում եմ թղթերը դնում եմ մի րոպե միանգամից է դնեմ որ որևիցե մի գանդոն չասի սուտա այտենց բան գոյություն չունի ուրա Էտո 1, 2, 3, 4, տակը գրում եմ, կազինո, դաժը չգիտեմ ոսա գրվում կազինո, հայսա, կազինո, ինչ էր, Աստորիա, կետ, պաստաթուղ պեկի համար, Հարությունյան Էդիտա, միանգամից գրեմ, Էդիտա, խնդրեմ գմպ դրեք հանեք օրով, ժամով, ամիս ամսաթվով, ամեն ինչով որ ես կնիկը շահելա, ցամաշահող ամեն օր ուրեմն հոկտեմբերից 2023 թվականի Էդիտային փոխարինել են այլ անձանցով այլ անձանց տվյալները անունազգանները շուտով մյուս հաղորդմանը Այսպիսով, էտա մեխատ պորնիկ Էդիտայ, ամիսը $90,000 մինիմում, կազինոյից դուրս է բերել, փողերի լվացում։ Ուրեմն, Էդիտան, դու եմ գրի, գանդո, գրի, Էդիտան ունեցել է հաշվե համար Արարատ բանկում։ Գրեք, 14-11-2023 թվականին Էդիտայի հաշվե համարի վրա Արարատ բանկում եղել է ընդհանուր $400,000, որից 67 միլիոնը դրամով, մնացածը դոլարով։ Հարց, որտեղ, այս ինչ գումարներ է։ Հակակոռուպցիոն բոզի տղա, պեք, անդո, հավարով զանգում ես, դատարաններին ասում ես, Վովան չպիտի դատվի, ես քեզ սեցածնելու եմ համբերի, եւ այլն։ Ասնում ենք առաջ։ Ուրեմն,
Էդիտա Հարությունյանի կողմից 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հոկտեմբերը դուրս է բերվել, այսինքն շրջացել է հարկերը եւ այլն, գումարի չափը լսեք, 1,53,090 դոլար։ Էդի մենակ ագարկա էդիտայով։ Ու հետո ասում են բյուջեն փող չկա։ Հարկերն ավելացրեք, են արեք, խնդրեմ։ Եթե մի հատ էդիտայ, մի հատ կազինոից, մի պրամեժետուկում ընդամենը, այս կարճ, կարողացել է պեկի քթի տակից հարկայինի անցկացնել 1,53,000 դոլար, բա մենք ինչ խոսանք մնացածի մասին, հա, ընկեր Գառնիկ։ Էդիտանել նստում աչ ու ձախ բերանը շաղատալը, ասում եմ մենք դոգի բերանը փագել ենք։ Այդ ինչով ես դու իմ բերանը փագել, ընկեր Գառնիկ, հա։ Ոնց։ Ինձ հետաքրքիր է, ոնց։ Բայց ես զանգում եմ, որ եթերև այդ հարցը տայ։ Ասի դու ուր, ես ուր, իմ բերան փագելն ուր։ Այդ որ քո պորնիկը տես բերանը աչ ու ձախ շաղատալն։ Այդ ինչով եք իմ բերանը փագել, որ ես խաբար չեմ, հա։ Լավ չեք ասեմ, որ սենց հաչը մենք, գեթա կնգնի այդ գելի ագանջը, այդ գելի, կտնի մեզ իտան ով տեղով կծծցնի։ Կոխեմ էդիտայի լավի բերանը, էդիտատ, իմ բերանը ոնց, այսինքն ոնց ես դու փագե իմ բերանը, հա։ Փող ես տվել խաբար չեմ, առնվազն դու ինձ ուրում եմ պիտի, եթե դու Էդիտա մենակ մի ամսում 90,000 դոլար դուրս ապերը, դու ինձ առնվազն պիտի 200,000 դոլար փող տվածնես, որ ասեմ, հա, փողա տվե, որովհետև իմ մոտ այտենց բանը պակաս թիվ չկա, չէ, այն ջերմուկի բոզի տղեն ասում է 300,000, այն քավարա աղբի տղեն Տիգրան Արձականցյան, ում մեր աչ ու ձախ ծլիկն ու դլիկը բաժանամա ջահել բոյֆրենդին 150,000 էր ասում։ Այսինքն տես մի թիվ պիտի լինի, որ դու տես ինքնավստահ ասում ես, որ դու ինձի դոլարն եք տվել, ինչի համար եք տվել։ Ես քո կազինոն փագելու եմ։ Ես քո կազինոն փագելու եմ, որ դու այսենց ամեն մի պորնիկի, որ բերը մցնում եք, լավ, ինչ ուզում եք յար մեջ արեք, ծծեք, թքեք, խորո, իմ անունը խեք շոշոփում։ Ինչ փող, ինչ ման, դու մեզ տվել փող այդ տղո։ Հե? Դոլարն իքսուր է։ Եմ որ ասում եմ համար նստած հացուսող կուտ եմ եկել, մի բոզի տղա մի տեղից կա, դոգի փող եմ տալը, դուք ձեր տունը ծսել է դոգին ինչ եք տվել։ Հա? Բա զանգում եմ վեկալ այդ հարցը տամ եթերով, մի հատ էլ եմ զանգում, որ չասեն, ուրա, խտրեմ։ The number is currently. Հա վեկալ Գառնիկ, վեկալ էլ տենա մեջ ինչ փող ես դու ինձ տվել, որ քո պորնիկը բերանը շաղատալն ծաղ կաձորով։ Կամ ասեք, թե ընդունենք մի պատ տվելը, ընդունենք։ Բայց չես գնեմ քազի տասնեմ, որ դու փող ես տվել։ Կամ ինչի դիմաց եմ ուզում հասկանամ։ Ես մեռա ասելով, մեռա բացատրելով։ Վարդան Ղուկասյանը այո, սուրբ չի։ Սուրբ մարդ չկա։ Բայց եթե բան եք անում, մի հատ էլ մտածեք, էլի որ գեթա կընկնի սրա ականջը, կբռնի մեզ իտանով տեղով ամեն ինչով կհանի օդ։ Ինչ ես ուզում եմ հասկանամ։ Այսօր ով հլում ասում դոգի փող ենք տվել։ Դոգի սենց դոգն է։ Այդ ոնց եք տալեմ, որ ես խաբար չեմ։ Հա? Ուրա զանգում եք, ուր են էդիտատ։ Դու անջատում ես թույնի վեկալի հիմա։ Բա տվել ես, եթերում էլ ասա տվել եմ, հիմա են անջատում։ Բա տվել ես ասա տվել եմ, գանդոնի չես ուզում զնից։ Ես էլ ասեմ լավ ներողություն։ Մի հատ էլ ենք զանգում։ Ընկեր Գառնիկ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մովսյան Գառնիկ դուք եք։ Այո, ես եմ։ Ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը։ Նորից բարև ձեզ։ Արդեն հասկացա Ահա, Ղուկասյանը։ ես մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ, դուք ինձ փող եք տվել։ Տվեք, ոչ։
Բայց ոչ, բլա, ոչ, բայց էցի տխիա բերանը աչուզախ շախտանը, որ դուք իմ բերանը փողով փակել եք։ Կան ինչի համար եք տվել։ Մի րոպե լսեք։ Իհարկե, ասեք։ Իհարկե։ Ցավը տանեմ քեզ, եթե փող տվածել ենք, ոնց դուք Հայաստանում չեք արձերն չեք տվել փոխանցում։ Ես չգիտեմ։ Նման բան մենք չենք ասել, ցավը տանեմ։ Բա էցի տան։ Էցի տան։ Բան ասեմ, էլի դուք չեք հավատում կողքից ասածների կամ ինչ որ մեկի ասածի, եթե դուք չեք ճշտել, ցավը։ Հարգարժան մեծարգո պարոն Գառնիկ։ Եթե ինֆորմացիան լինես մի աղբյուրից, ես կասեի մուտի տանեմ։ Երկու աղբյուրից կասեի հորինեմ են, բայց 4 աղբյուր ու պրիտոմ, որոնք որ անմիջական ձեր հետ կապ ունեն աշխատակի վայլն, շրջանառում են ձեր հաշվապան, ձեր էձիտան։ Ցավը տանը կրել մի բան ասեմ, էլի ես օֆիցիալ ասում, եթե մենք փող ենք տվել, մենք կասեինք փող ենք տվել։ Մենք ձեզ փող չենք տվել, կամ ինչի համար տան, դուք ինչ եք արել։ Էդ եմ ուզում հարցնեմ։ Վատ բան ինձ ասել ես, ոչ, վատ բան էդիտային ասել ես, ոչ, վատ բան մեր կազինոյին ասել ես, ոչ, դուք, ես ինչի համար պետք է ասեմ, էդ ինչ որ մեկը, ես չեմ կարող ասեմ Ղուկասյան ջան, ինչ որ մեկը, մի հոգի չի նորից եմ կրկնում, վատություն անեմ, որտեղ Ղուկասյան այսօր չի ճշտի, չի պատկերացրել, որ կարողա դուք զանգեք, մեկ միասին խոսանք, ու դրել այս եմ ապուշ բաներա դուրս տվել, ես օֆիցիալ, եթե հիմա էֆիրով է գնում, ավելի Էֆիրով է գնում, այո։ Ես փող չեմ տվել։ Ես ոչ մի բան չեմ ասել։ Դուք ինձ Կամ դուք ինձ վատ բան չեք ասել։ մի րոպե, հարգարժան պարոն Մովսիսյան։ Ճանաչում եք Ղուկասյան ջան։ Ոչ, ես անգամ դեմքով ձեզ չեմ ճանաչում։ Ցավը տանեմ, ես չեմ ճանաչում։ Ես ինչ պետք է, դուք ինձ վատ բան ասել եք այսքան ժամանակ։ Ոչ։ Մի հատ բան ասեմ։ 1000 անգամ ներողություն, մի րոպե։ Նորից եմ ասում, դա ինչ որ մեկը կանխամտածված, որ գիտի դուք էմոցիաներ ունեք, դուք կարող եք չճշտեք, չզանգեիք ինձ, վերջը քրֆեիք կամ նեղացնեիք կամ ինչ որ մի բան ասեիք, ասելա։ Ես մի հատ բան եմ ուզում ձեզ ասեմ, պարոն Մովսիսյան, միրո, ես կուլտուրական մարդ եմ։ Ես անգամ չգիտեմ ձեր տարիքը, բայց ես ուզում եմ մի հատ ձեզ խորհուրդ տամ։ Կընդունեք, չեք ընդունի դու գիտեք։ Եթե ընդունենք, որ դուք ինչ որ մեկին գնում, տենում եք, չգիտեմ, հարկայնում եք ձեր հարցերը լուծում, չգիտեմ, պեկում եք լուծում, ինչ որ մի հատ չինովնիկի հետ եք լուծում, դու հենց լափել Վարդան Ղուկասյանի հետ եք լուծում եւ այլն։ Ինչի պիտի դրա մասին տեղյակ լինի ոմն էդիտա։ Լավ, եթե մի րոպե, եթե էդիտան տնօրենն է, բայց եթե էդիտան տվել է ինչ որ մեկի, դուք ոնց եք մտածում, ինչ որ մեկին կգնա կասի, եթե այդ ձև ենք մենք բանանում։ Բայց ես նորից եմ կրում, ձեր եք կապած, դուք ոչ հարկայինից եք, ոչ պեկից եք, ոչ ինչ որ, ձեզ ինչի համար պետք է փող տա, կամ դուք ինչ որ մի բան ասել։ Հիմա ես փաստաթղթեր եմ հրապարակել։ Ինչ որ մի բան, ոչ մի բան դուք չեք ասել։ Պարոն Մովսիսյան, մի րոպե, ես շանտաժ չեմ անում ձեզ։ Ես հիմա փաստաթուղթ եմ, ահա։ Տվյալ մարդիկ են անում, ես չեմ ասում դուք չեք անում։ Ահա, ես հիմա փաստաթուղթ եմ հրապարակել, մի րոպե սպասեք։ Կապված ձեր էդիտայի հետ, որը սիստեմատիկաբար ապրիլ 2022 թվականից մինչև հոկտեմբերի 23-ը ամեն օր փողաշահեց ձեր մոտ։ Այդ հարցերը հիմա ձեզ կտա բանը պեկը, ոնց ուզում ա թոտա, դուք այդ հարցերը լուծեք, մի րոպե, դուք ձեր հարցերը լուծեք պեկի հետ, մեկ, ահա, հիմա, ոնց է ամեն օր շահ է եւ այլն, մի րոպե սպասեք, խնդրում եմ լսեք մինչև վերջ, ոնց է ամեն օր շահ է ձեր էդիտան տնօրենը օրը $3000 տեղ, դա իա խնդիրն է, այսինքն պեկի խնդիրն է, հիմա ես ձեզ տեսեք ինչ եմ ասում, ձեր էդիտային կամ աշխատանքից ազատեք, լսեք մինչև վերջ, կամ չգիտեմ ոնց եք վարվում այդ ընկերուի հետ, ես ձեզ չեմ սպառնում, բացարձակապես, բայց եթե եւս մեկ անգամ Վարդան Ղուկասյան կամ դոկ անունը հնչելա այդ պատերի ներսում, որ դուք ինձ փող եք տվել եւ այլն, ես եթերով ձեզ կտամ մի 6 հոգու անուն ազգանուն, այդ հիմա դուք եք ինձ հասկանում, ուրիշ ոչ մեկ մեզ չի հասկանում, 6 հոգու անուն ազգանուն, օրինակ Արման, Վարդգես, Խաչատուր եւ այլն, դուք արդեն հասկացաք, ու դրանց հետ կապված թեմաները ես
բնավ ցանկություն չունեմ ձեր բիզնեսը պայթացնելու։ Բայց եթե եւս մեկ անգամ որևիցե մեկը այդտեղից իմ անունը տվելա դոգին փող են տվել, տվողի մերն էլ, վեկալողի մերն էլ, չեմ ուզում բատամ, քֆուրտամ։ Ես ձեր կազինոն կպայթացնեմ։ Մի բան ասեմ։ Ասեք։ Գլխեք մի բան ասեմ։ Ես ցավը տալեմ եմ նույն անբարոյականի վաստակը կարող է նորից զանգից ասում, բայց ինչի համար Ես ասում եմ մի հոգի չի, նորից եմ կրկնում։ Իրար հետ կապ չունեցող տարբեր մարդիկ։ Դու կյանքի տղա եք, մի րոպե ասեմ, դու կյանքի տղա եք, լավ հասկանում, լավ պատկերացնում եք։ Հիմա ոնց կողքի 5 ատենգեր լսացնեմ, ասեմ, դե ասեք նույն բանը։ Ցավը տանեմ ինչի համար, դու ինչ ես արել մեր համար վատ բան։ Պարոն Մովսիսյան, կրկնում եմ, իրար հետ կապ չունեցող։ Ոչ մի բան դու չես արել, կամ ինչի համար, դու ասի տվել եք ինչի համար եք տվել։ Չգիտեմ։ Մենք իրար հասկացանք։ Նորից եմ կրկնում, դրանք շանտաժ են անում։ Մենք իրար հասկացանք, հաջողություն ձեզ։ Զբաղվեք ձեր էդիտայով։ Ես իմ տեղանը փող ենք տվել դոգին։ Ոյ քեզի բա։ Մեկ է ջերմուկի բոզի տղեն ասեմ, անհայտ անձը անհայտ հեռախոսամարից։ Զանգերա փողա ուզերա։ Всё, դոգնա։ Բայց որ դոգը կապիա դուրս գալի քնչականի դատախազության հետ ասում է ինձ հարցակնեք, ինձ ներգրավեք, որ ես ցույց մուկ տամ, ասում է չեթինքը չի։ Ես իմ մեյլով գրում եմ, ասում է ինքը չի։ Էլեկտրո զապիս եմ անում, գրում եմ, ասում եմ եղբայր, ես իմ մեյլն է։ Պատասխանի դատախազությունը ասում է չեթինք, արգիշն ասում է թինք, այդպես մարդ չկա, բայց անհայտ անձը անհայտ համարից զանգում է դոգի, սո էդի դոգնա։ Աննա Վարդապետյան, հիմա անցնենք ձեզ։ (2018) թվականից մինչև այսօր Հայաստանի հեղափոխական Հայաստանում այդպես էլ գեթ մեկ հոգի չենթարկվեց ազատազրկման։ Մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունը խաբելով ժողովրդին պողպատե մանդատ ստացավ, որպեսզի ազգային ժողովի քպական պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասում է, մենք խոմ չենք ասել, որ ազատազրկելու ենք, մենք ասել ենք պատասխանատվության են ենթարկվելու, բայց դատավճիռը պատասխանատվություն չի։ Այն հարցը ախնորից եմ կրկնում, այն հարց տվող լրագրողն էլ չի ասում, այ ագարկա, Սերժ Սարգսյանը պատասխանատվություն, դեկուզ դատվածություն, նստավ Սերժի վրա, թե ոչ, Սերժ Սարգսյանը արդարացվեց, մեմաքուր մարդ։ 2018 թվին Սախելան լսվան փողոց, որ Սերժ Սարգսյանը արդարացվեց, դառնալ մաքուր մարդ։ Եվ այսօր երեք չեմ իսօր Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս ոչ մի բան, բարի ճանապարհ, արերա, գրփերա, թալներա, ծսերը, հավգույքը մնացիան, սաղ ինչ ուներ չուներ, համկնգա, կոչում, մոչումը մնաց, սաղ, դոլար եւ այլն, համելիան ոչ մեկ ոչ մի բան չասեց, սո, ապրես, հիմա էլ ասում է, ես պիտի գնամ բողոքարկման, ես պիտի արդարացվեմ, Գասպարյան Վովան ինչա ասում։ Գասպարյան Վովայի դատավորն էր են էշի տղեն, բառիս ամենաբուն իմաստով, դատավորի հոր ածականն է էշ։ Ուրեմն, երբ որ ես ասեցի, որ պիտի անդրադառնամ դատավորին եւ իր ընտանիքին, էժմիացնեցի են, դատավորի հայրը խաբար աղերգում, ասում է իմ տղեն մեղավոր չի։ Դատավորը մեղավոր չի։ Իմ տղու վրա ճնշում է գործադրել Անդոն, Աբազի տեղակալը, եւ արդարադատաբանը ԲԴԽ Կարեն Անդրեասյանը։ Իմ տղեն ուզեցել է գոնե Երանոսյան Լովային դատի, բայց Անդոն եւ Կարեն Անդրեասյանն ասել են կծծնենք, եթե եղել է դատավճիռ։ Հիմա Անդոն լսի ինձ ուշադիր։ Եթե դու զանգել ես էշի տղուն, դատավոր Վարուժ, եթե չեմ սխալվում, ու ասել ես, որ Գասպարյան Վովային չպիտի կարդա սռոք, այդ թվում նաև Երանոսյան Լովային, ուրեմն ամբողջ KGB-ն
Գասպարյան Վովայի հետ միասին մի րոպե ամբողջ կագեբեն Գասպարյան Վովան Չալիկը ձեռը այս թուրքական երկի տակ ծսցնի քո տուն ու տեղը հիշում ես այս երկը հենց իմենը թուրքական Չալիկը ձեռը այս է սպարելով գա այն հաստ մորը դնի մորըտ կնգատ բալեքիտ ավազնուն է քեզ ավերաբելվեմ եթե դուք զանգել եք այդ դատավորին ու ասել եք որ Գասպարյան Վովան չպիտի Գասպարյան Վովան սաղյա թայփով արշակով ծսցնեն ձեր ընտանիքին ռաս եթե դուք զանգել եք այս երկը հիշում ես կլիրը դնի կնգատ բենի մեջ գյոզալ այ գյոզալ կլիրը դնի կնգատ բենի մեջ աբաս ու քո կնգան Գյոզալ, ասես ծսնի կնիկներիդ Լսակ Եթե դուք զանգել եք Խերը դնի կնգատ ու քո կնգա բենի մեջ ասի գյոզալ խերը ստացի Ես չի հերն ասում, ես չեմ ասում ասում ես չի հերը, դատավորի հերն ասում Ասում խաբար արեք Վարդան Ղուկասյանին, որ մեր տուն չմտնի Իմ տղեն ուզում էր դատեր չթողի Հարց չկա Ես հավատում եմ Էշին ճիշտ ասեմ Որովհետև դատավորը չնայած նրան որ ծառայել է ռազմական ոստիկանությունում այնտեղ բանա գալեմ ինֆորմացիա գալեմ $150,000 դատավորը փողավ է գալի փողավ է գալի բռնեիք Ասում եմ ես հավատում եմ Հիմա դուք ինձ կապացուցեք հակառակը Եթե չէ, ուրեմն, այո, Գասպարյան Վովան KGB-ի աշխատողների հետ միասին մտնի ձեր տուն, նստի այս գյոզալ երկի տակ ձեր կնգակիտ ու բենին և ծսցնի, ավիցյանս հավիտենից, ինքը սիրում այս երկը, ես գիտեմ, ես խոմ գիտեմ, Վովան ինչ ասիրեմ, ինչ չէ, չէ, հիմա անադառնանք Աննա Վարդապետյանին, ասմա դատախազությունը բողոքարկելու յան, Աննա Վարդապետյան 2019 թվից այս քրեական գործը հարուցվեց Գասպարյան Վովայի վրա Ինչ այսքան երկար տևեց Ինչ էր անում նախաքննական մարմինը հա հետաքրքիր է ուր մնացավ Վովայի տունը տեղը ընտանիքը եւ այլն կամ ասում բանը բողոքարկելու ենք Արշակ Հակոբյանը ուր է Աննա Չհարց Վովան չդատվավ, Արշակը չդատվավ, ոչ մեկ չդատվավ, դատվել նշանակում է ազատազրկվել, Արշակ Հակոբյանը չազատազրկվավ, աղջիկ ջան, որպես կնիկ պիտու չես, ոչ երեխա կա, ոչ երեխայս կարեմ նորմալ բերես, ոչ տանգործես կարեմ անես, որպես դատախազ պիտու չես, մի հատ բար չդատվավ, ես ուզում եմ հասկանամ, բացի քո օգնականի հետ կաբինետում շինվելուց ուրիշ բանի դու պիտու ես գոնեն առաջվանները այն Աղվան Հովսեփյան բան տեսնեն էլի մի բանի պիտու էին էլի մի բան արվում էր ոչ մարդ Իշքան անտեր եթիմ կա, սաղին տալեկոխել եք ծակը, մարդիկ բերթերում մեռնում են խոշտանգվելուց, բայց երկի թալանած բոզի տղեկը գտնվում են ազատության մեջ, ուզում եմ հասկանամ ոնց, ասում համաներումով սիկտիր եղալ, այդ համաներումը մենակյա վրա էր ազդա, հլը մի ռոպել է. Ուրա? Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Մի քանի րոպե ձեր ոսկե ժամանակից ուզում եմ ես գողանամ իրավաբանական կոնսուլտացիայի համար։
Օրերս տեղի ունեցավ Վլադիմիր Գասպարյանի դատը, որով որ Վլադիմիր Գասպարյանը որ ինչներ եւ բանը սպասվում էր, ես դրա մասին այդ օրը առավոտը հայտարարեցի, որ չի դատվելու, այսինքն չի նստելու։ Ուրեմն կարդացվեց բանը 6 տարի եւ համաներումով 2018 թվականի այնտեղ 100-ամյակ Սարդարապետի եւ այլն, ասին բարի ճանապարհ։ Ես հիմա ասես մի հատ հարց ունեմ, նայեք։ Ես Վարդան Ղուկասյանս դատվել եմ 2015 թվականին շորթումով, ըստ մեղադրանքի։ Չկատարած շորթման համար 350,000 դրամ եւ դատապարտվել եմ 4 տարվա ազատազրկման։ Համաներումով իմ վրից թափվեց 1 տարի 5 օր եւ ես նստեցի 2 տարի 11 ամիս 25 օր կալենդար դո յեդինի։ Ես հիմա ուզում հասկանամ այդ կիրառումը ինչպես եղավ, որ 350,000 դրամի համար ըստ մեղադրանքի մարդ կարա նստի 3 տարի, բայց միլիոններ, չգիտեմ, լափելու, փողերի լվացում, ապօրինի հարստացում, չգիտեմ, ընտանիքը սաղին բերել, բան խցկել, փողեր լափել եւ այլն, տան 6 տարի եւ համաներումով միանգամից ասեն բարի ճանապարհ։ Իհարկե իմ կողմից միամտություն կլներ հավատալ, որ Գասպարյան Վովան կարա դատվի, որտեղ ոչ մեկ չդատվավ, ոչ Սերժ, ոչ Վովա, ոչ Յանոսյան Լովա, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ մեկ։ Վաղեմության ժամկետն անցել է, արդարացվել է, համաներում։ Վաղեմության ժամկետն անցել է, արդարացվել է, համաներում։ Այս 3 բառակապակցություններն օգտագործելով, ժողովրդին խաբելով պողպատե մանդատ ստանալուց հետո անգամ 0 դատվածություն, ոչ մեկ, մարդ չի դատվում։ Ձեր կարծիքը, այդ բանը համաներումը ոնց ալն է, որ մեկի վրա ազդում է ֆուլ, մեկի վրա вообще չի ազդում։ Տեսեք, Պրիտոմ մեղքն էլ չի ընդունում։ Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Անձերից վերանանք։ Ես ձեր նշած անձանց հետ որևէ խնդիր չունեմ, բայց օբյեկտիվությունը։ Այո։ Մեր երկիրը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է։ Մեր երկիրը ժողովրդավարության բռնաբարության բաստիոն է։ Մեր երկիրը օրինականության բռնաբարության բաստիոն է։ Մեր երկրում չի գործում սահմանադրություն։ Նույն այդ ձեր նշած Աննա Վարդապետյան կոչեցյալ գլխավոր դատախազը, որը եղել է իմ ուսանողուհին եւ միջակ ունակությունների տեր, այսօր միջակությամբ էլ ղեկավարում է հանրապետության դատախազությունը։ Ուրեմն ինքը երևի մոռացել է կարդալ սահմանադրության 28-րդ հոդվածը, համաձայն որի բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իսկ ինքը իր պաշտոնավարման արդեն մի քանի տարիների ընթացքում առայժմ այդպիսի երջանիկ արդյունք չի գրանցել, որ գոնե գետ մեկ դեպքով ապացուցի, որ իր ղեկավարած մարմինը խտրական վերաբերմունք չի դրսևորում քրեական արդարադատություն։ Մենք դատախազություն չունենք։ Ճիշտ եք ասում, խախտվում է, բռնաբարվում է արդարության սկզբունքը, եւ գիտեք ինչ, նորից եմ ասում, վերանանք անձանցից։ Ես որևէ մեկի անձից դեմ ոչինչ չունեմ, բայց օբյեկտիվություն։ Ինչ է նշանակում վաղեմության ժամկետը լրանալու հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը գործը կարճ է։ Այսինքն դա ինչ էր անում նախաքննական մարմինը, ինչով էր զբաղված դատախազական հսկողություն իրականացնող դատախազը, որ այսքան տարի սպասել, կոնկրետ չեմ ասում, այսինչ այսինչի։ Առհասարակ։ Եվ ընդհանրապես, պարոն Ղուկասյան, այդ դրույթը պետք է հանվի քրեական օրենսգրքից։ Ինչ է նշանակում վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, այսինքն ցանկացած իրենց համար նախընտրելի մարդու, նորից եմ ասում, անձանցից վերանանք։ Իրենց համար նախընտրելի մարդու կարող են նախաքննությունը անհիմն երկարաձգել առանց հիմնավոր պատճառի, բերել հասնել են փուլի, որ արդեն լրանա քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ասեն հաջողություն։ Իհարկե մի բան էլ պետք է ասեմ, ես չգիտեմ, ես իրավունք չունեմ իրենց խորհրդալ, բայց կարծում եմ ձեր նշած բոլոր անձին ի պատիվ իրենց պետք է բողոքարկեն այդ որոշումները, որովհետեւ վաղեմության հիմքով կարճումը կամ համաներման կիրառումը, սա ոչ արդարացնող հիմքով քրեական բարույթի։ Դե Վովան ասում է ես կբողոքարկեմ։ Ո՞վ ասել։ Վովան։ Չէ, ես լսել եմ, որ ինչ-որ գլխավոր դատախազն ասել մենք բողոքարկենք։ Էդ էլ եմ լսել։ Դատախազ Վարդապետյան Աննան բողոքարկելուց առաջ պետք է մտածել կոնկրետ գործով պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու մասին։ Հիմա ինքը դա չի արել, հետին թվում հավանաբար իր հաստացի ղեկավարին հաջողանալու նպատակով
որոշել է այդպիսի արտահայտություն հեղինակել։ Միևնույնն է, պարոն Ղուկասյան, բողոքարկման դեպքում էլ ձեր նշած անձիկ ենթակա չեն լինելու պատասխանատվության։ Վերջ, ավարտ պատահ։ Ես դրա համար ասեմ, ես չեմ սիրում խորհուրդ տալ, որովհետև այդի փիլիսոփա Սոկրատեսն ասել է, ոչ մի խորհրդի մի լսեք այդ թվում եւ այս մեկի, ես խորհուրդ տալ չեմ սիրում հատկապես ինձանից տարիքով մեծերի, բայց ես կառաջարկեի իրենք բողոքարկեին, եթե իրենք իսկապես համոզված են իրենց անվեհության մեջ, որ քրեական գործի վարույթը կարճվեր, ոչ թե ժամկետ լրանալու կամ ամնիստիայի կիրառման, նորից եմ ասում, ոչ ռեաբիլիտացիոն, ոչ պատվափրկող, ոչ արդարացնող հիմքով, այլ կարճեին ասենք, որ նրանք հանցակազմի բացակայության պատճառով, եթե իրենք վստահ են իրենց իհարկե վստահ չեն։ Իմիջիալոց ասեմ, որ Վլադիմիր Գասպարյանի նկարը խփված էր Վոլգոգրադի բարձրագույն քրճական դպրոցի պատին որպես գերազանց ավարտած մարդ։ Մենք գրություն ենք ուղարկել Վոլվա քո Վոլգոգրադի բարձրագույն քրճական դպրոց, որ ձեր պատին խփված անձնավորությունը դատվել է փողերի լվացումով եւ այլով 6 տարով։ Բոզի տաղա, որ իմանան, ընդեղ էլ իմանան։ Եղավ, շնորհակալություն ձեզ, պարոն Պետրոսյան, ավելացելու բան ունեք։ Ավելացնելու են ունեմ, նորից եմ ասում, ձեր կոնկրետ Վլադիմիր Գասպարյանին ես անձամբ ճանաչում եմ, ես գտնում եմ, որ ինքը վաստակ ունի մեր իրավապահ համակարգի կայացման։ Հիմա թե կոնկրետ ինչ գործ է, ինչ մեղադրանք է առաջադրել, բայց իմ կարծիքով այդպիսի ճանաչում ունեցող մարդը չպետք է հաշտվի այդպիսի հիմքով վարույթը կարճելու հետ, որովհետև նորից եմ ասում, տներեք, բայց պետք է ասեմ, ով ուզման եղանա, ուզման չեղանա։ Նման հիմքով վարույթը կարճելու հետ հաշտվող մարդը դա ընդունում է, որ ինքը հանցագործ է։ Պրոստասման շարժեց փորձանքի ձեռք։ Անձերից վերանանք, նորից եմ ասում։ Ոնսո Գերանոսյան Լովան։ Մեզ սուտ մարդ։ Այդ նույն Նիկոլ Փաշինը, որ այդքան քննադատում էր նախկինների, այո, դուք ճիշտ եք նկատում, նախկիններից ոչ մեկ կոնկրետ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ պատասխանատվության ենթարկվել, ճիշտ եք ասում։ Նկատի չունեն ընդհանրապես ձևական վարույթ հարուցելը եւ ինչ-որ ցուցադրական բանը, քրեադատավարական գործողությունները։ Անձերից վերանանք, նորից եմ ասում, որևէ մեկի անձին ոչինչ չունի, բայց ինձ ասում են, այս մարդուն պատասխանատվության են ենթարկել։ Դա նշանակում է, որ տվյալ մարդը գոնե մեկ օր պետք է հասկանա անազատության արժեքը։ Այո։ Որը տվյալ դեպքում գոյություն չունի։ Կրկնում եմ, անձերից վերանանք։ Բոլորի հետ ես ունեմ հարաբերություններ, բայց օբյեկտիվությունը պետք է պահել։ Եվ նորից եմ ասում, այդ Վարդապետյան Աննան թող ժամանակին պատշաճ դատախազական հսկողություն ապահովել եւ այսօր հետին թվով իրավապաշտ եւ նիկոլապաշտ չձևանալ ու չասել, որ մենք պատրաստվում ենք բողոքարկել։ Բողոքարկելու փոխարեն աղջիկ ջան, ինչի եմ ասում աղջիկ ջան, որովհետեւ եղել է իմ ուսանողի։ Ես մեղքի բաժին ունեմ իր հաջողությունների մեջ։ Համաձայն եմ։ Պիտի դուրս թողայք։ Եվ ոչ միայն այդ նույն նոր ես նայում էի հաղորդումը։ Կարեն Անդրեասյանի ձեռը որ ճանց սարկասների տակ, ինքը չի կարող ճանց սարկասնի, ուր մնաց բանալի, ներգործի դատավորի վրա, իսկ եթե այսօր մենք ունենք դատավորներ, որոնց վրա կարող են ներգործել Կարեն Անդրեասյանները, ուրեմն այդ դատավորները թող գնան, սա բռնության կոչ չի, սա բարեկամական խորհուրդ է, թող իրաց մի հատ աղբամանի մոտ վերացնեն, որովհետև ես կամաչեմ, որ ապրում եմ այնպիսի երկրում, որի դատավորի Անդրեասյան Կարենը կարող է ներգործելով նրա վրա վառօրինակ էշի տղեն դատավոր էշի տղա չէ թե ցավորացականը չգիտեմ հա դե չեմ ճանաչում չեմ կարող ասել ավտորիտետը անունը էշ պարոն Ղուկասյան հա հարցը ածական անունը չէ հարցը նա որ Նիկոլ Փաշինը այն ժամանակ ինքը դրեց այս ամբողջի հիմքը հիշում եք իր պաշտոնավարման 100-րդ օրը հանրապետության հրապարակից Բացեի բաց, անթակույց, հայտարարեց 2018 թվականին, ասեց խիտես դատավոր կա, որ իմ ասածը չանի ես երկրում։ Դրան հաջորդեց մեկ տարի անց 2019 թվականին դատարանների դռների արգելափակումը, դատավորների մուտքի արգելումը։ Սրանք բոլորը սահմանադրական կարգի տապալման հանցակազմի դասական դրսևորումներ են, որոնց համար մեր քրեական օրենսգիրքը նախատեսում է բավականին ազդեցիկ, իսկ ավելի ստույգ 10-ից 15 տարի ազատազրկում սանքցիա։ Այնպես որ ոչ մի բանի վրա զարմանալ պետք չի, ես արդեն դադարել եմ ինչ-որ բանի վրա զարմանալ։ Եվ նորից եմ ասում, եթե մեր դատավոր կա Հայաստանում, որին կարող են այդպես մանր-մունր մարդիկ ճնշում գործադրել Անդրեասյան Կարենի նման, ուրեմն ամոթ իրանց տված երկմանը
ամոթ իրենց անուն ազգան ունի, ամոթ իրենց Հասկացա ես, լավ, շնորհակալություն։ Կարեն Անդրեասյանը կարում ամենակ շատ լավ ճնշում գործադրի գիգիշի առնանդամի վրա, որով նստամա ճնշումը գործադրմա։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ռազմական ոստիկանությունում ծառայած այս երիտասարդը, այդ դատավորը Գասպարյան Վովայի, ով իան հայտարարում էր, որ բացրոկ ատալու, այս անելու, այն անելու, մեկ էլ 11 տարուց իջնում է 6 տարի ու ասում է համաներումով հաջողություն։ Եվ դրանից հետո ընկեր Աննա Վարդապետյան, անգրագետ ագարկա, հիմա արգիշն արեց, վերջապես արգիշտը երկարատև տարիներ դադարից հետո հասավ իան նպատակին, քեզ կոչեցին քո անունով, ագարկա, ոնց որ կասեր մեր հարևան հրուշը, փաստորեն ուսման մեջ բիզիմդիր, սեքսի մեջ վաբշե բիզիմդիշ, ընտանիքում վաբշե փնտի բոս, գլխավոր դատախազությունը վարդե ես քեզ շխերեցի 2 տարի զսպեցի ինձ, ասեցի հələ տենամ ինչով է ավարտվում Վովայի ու Արշակի գործ, Արշակը տունը նստացավ։ Էթամա ժամանակը գնամա նախաքնություն է էթամ, ժամանակը հեզակասեն վաղեմության ժամկետն անցավ, Արշակին էլ թողեն, բա հիմա դու ագարկա չես, ինչ ես։ Լավ դու չես ասում, վաղ իշխանափոխություն է լավ, ինձ իմ մազերից բռնելու են, ծեսնեն կանանց գաղութում։ Այ ագարկա։ Այն հոկտեմբերյանցին, որ որից հետ շինեմա, դլոից հետ շինեմա, բենից հետ շինեմա, որովհետև մարդ հետ շինի, թե չշինի, նետու, նեմա, ես չգիտեմ մարդու խերը կայնեմա, չի կամ ջա տեղա պիտի որ կայնի չէ, ուրեմն երևի անես չի շինեմ, հոկտեմբերյանցին լավա շինեմ, պլանը ուրմա պրչոտ, չթրաշած, որով, խերով նստամա քիտ ու բենիտ, ու ես երկիտ հակել են կեզ ասնամա, ես է հարցը, հելը պատկելասին է, քրտնած, պրչոտ, որ, ծսնամա Աննա Վարդապետյան, ես ոսաղ ես երկնա, սաղ դադախազություն, փիլակյաններով, այս է սապտալով, առաջի հարգից, մինչև 4-5-րդ հարկ, մեկը մեկի հետևից ընկած, աչանկյունով, բատը բռնած, այս է սապտալով, բարձրանա սաղ վերև, մտնել քո կաբինետ, կան հասնեն աթորի վերև, պուպուլիկներով, այդ սաղ դատախազները սպիտակ հակած, ու սաղ սպիտակ տրուսիկներով վերևը կաստումով, այս գյուզար երկի տակ ծսցնեն քեզ այդ աթորի վրան ագարկա, սպիտակ տրուսիկով, սպիտակ ֆորմով բագոններով, սաղ, բոզի ծնունդ, Ատիս են կան մտնեն բանի տունը, անդոյի տունը, Վովադերթ են Վովան անդոյի նավարի ծսցնի, հերն ասմա, իմ տղեն կապ չունի, անդոն ամեղավոր, անդոն դու բոզի տղա ես, երաշտությունը ազգություն չի ճանաչեմ, սենց բան կլի, բոզի տղություն կլի, մարդ չի դատվում արա, ոչ մեկ չի դատվում, Պողպատ է մանդատ էին ուզեմ, չագուչը կարմիր բանտիկով էր արե, իշքան դատախաց կա, խերը կարմիր բանտիկով, բատիկ ոխի բենիտ մեջ, պարտադիր սպիտակ տրուսիկով, բայց վերխը ֆորմով, վերևը ֆորմա, աբաս, գալստուկով բան, տակը միայն սպիտակ տրուսիկ, հետո, ու է ժողովուրդ, հա? Այսքանից հետո չի հասկանում, կամ չի ուզում հասկանա, չի ուզում ընդունի, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չունեցավ, ոչ մի Սերժը կատարեց շախմատային խաղ,
Այս բոզի տղեկին բերեց 5000 հոգու շինեցին բանը մեռել 10000-ին շինին հաշվանդամ հողերը հանձնի միլիարդները բան եկալած շո վայելմա հասարակ տրամաբանական հարց Վովան թալան է Արշակ թալան է շոֆերը թալան է վաճոն բանը Գագիկ Խաշատյան թալան է Արմենը ոչ սախ Բանը Բեգլարյան մեզ սաղ թալաներ են, Սերժը մի չոր կոպեկ չի թալան աղբեր, Սերժ վերաբերյան մի հատ քերական գործ, ապոյնի գուդաժը ձևական, ապոյնի գույքով մունքով գույցություն չունի, մի հատ գործեր, ցույց մուկտվողը բան մերով, ու այսքանից հետո, հանրապետական բոզի տղեկը հլմ ինտերվյու են տալում, ասում են Սերժը անկարող էր, ավելի հզոր ուժերի դեմ, ինչ խերից հզոր ուժ, այդ հզոր ուժն ով էր, Սիսի, Պլորը, Դաթումը, Նիկոլը, են մանուկի չեր են Միքայել են խերը գլոխը, այդ բոզի տղեն, 10 հոգի բանակ չծարայած, հայած չիչած, ղախպի տղեք նեկան ուժեղեի, որ Գասպարյամովան չկարացավ, Սևանի տրասին ծծնել պրենալևի տակ։ Հզոր ուժեր էին, Սերժը չկարացավ, բոզի տղեք։ Էդմոն Մարուքյանին է, այդ կլասիկ կուլտուրականին, որ սկսել է ակտիվանալ, այդ լավ անում, դու ակտիվանալ, հլտանա միչ ասեմ, կուլտուրական, ֆոնի վրա նստած, խոսմա, սեպտեմբերի 27 պատերազմ դեզդեն և ալն, որ Նիկոլն եկավ ասես թե, ինչ էլ ուզեմ ալի մեկ հաղթացենք, կպարտվենք, մեզ կծծնեն, պապաների, բոզի տղա, Ինգեն Էդմոն Մարուքյան, կլասիկ հաղաքական գործիչ։ Ես որ իմ անգրագետ հալով այսքան բան հասկանամ եմ, որ Սերժն ա բերել քո սիրելի Նիկոլ Բոզի տղում, ուրեմն շատ լավ կլինի, ոչ թե կատու տպես պատեպատ, այլ մի անգամից, պարզ, հստակ կերպով, բացատրես, սոտիկի դու ավելի շատ բան գիտես, դու ես այդ Նիկոլի հետ նկարվում էիր, ելք եք, մուտք եք, ինչ եք դրա ունը որ Նիկոլ Բոզի տղուն, սա պետք է գրել ոսկե տարերով, ոչ մի հեղափոխություն էլ տեղի չունեցավ, բերեց Սերժ Սարգսյան ղախպի տղեն Արցախը հանձնելու համար։ Եվ ընկեր արցախցիները, ոչ թե պետք է մենակ Նիկոլ խլեշեն, այլ Սերժիկ և Ռոբիկ միասին վեգալած։ Բոզի տղեք հանձնեք 5000 ջայլի գլուխի կերակ։ 5000 ջայլի գլուխի կերակ, 10000 ջայլի խի շինեցիք հաշվանդամ, քոր, թոպալ, անաշ, ամբոտ, անձեր և ալն։ Այսօր էլ բռնել են արդարադատություն են խաղում, դատավարություններ են անում, այս շիտաղեն մարդ պիտի դատի, Վովայա դատում։ Մի հատ էլ հեն էլ խաբար աղել կմ ասում, իմ տղեն մեղավոր չի, Անդոն ասե։ Անդո դու Բոզի տղա ես։ Եթե ես չեմ ասում, ես չն ասում, ես մի ասնեցի։ Կամ հիմա Վովան պիտի դատվի վերաքննիչով, որ մենք ընդունենք, որ դու Բոզի տղա չես, դու ու աբազը չեք զանգել դատավորին, ոնց որ հերն ասում, կամ եթե Վովան չի դատվում, ուրեմն չի ազատազրկվում, դուք Բոզի տղա եք, որովհետև դուք եք ճնշում գործադրում դատարանների վրա, Նիկոլի ցուցումով, բնականաբար։ Այսօր այսքանը, շնորհակալություն, այմիջերուց, ամենալ հավանականությամբ, քանի որ ամառվա ամիսները բավականին պասիվ ժամանակահատված է, քաղաքական գործունեությունների համար նամանավան 0, ես անգամ զարմանում եմ, որ իմ դիտումները դեռ գոնե 3000 թիվը գալի կայնումա, որովհետև սաղ ֆուտբոլ, մուտբոլ, դեզդեն և ալն, ես որոշել եմ նոր հաղորդում ասեցի քաղաքացուձայն, ամենան հավանականությամբ նա այդ հաղորդումը մենք սկսենք եթեր հեռարձակել սեպտեմբեր ամսից, երբ որ արդեն արձակուրդներ, մրցակուրդներ, ֆուտբոլ, օլիմպիադա, չգիտեմ ինչը կվերջանա,
եւ քաղաքացիները կունենան հնարավորություն հաղորդումը կլինի առավոտյան ժամերին ժամը 11-ից ժամը 1-ը մինչև ընդմիջում եւ այդ ժամանակահատվածում քաղաքացիները հնարավորություն կունենան զանգահարել ուղիղ եթեր եւ իրենց բողոքը բարձրաձայնել ուղիղ եթերով եւ հենց ուղիղ եթերի ընթացքում նայած քաղաքացու բարձրացած բողոքից մենք կզանգահարենք այս կամ այն չինովնիկին քաղաքացու խնդիրը բարձրաձայնելու, խնդիրը լուծելու հնարավորություն ընձեռելով։ Հիմիկվանից ուզում եմ զգուշացնել բոլոր չինովնիկներին, բոլոր դատախազ կլինի, քննիչ կլինի, քաղաքապետ կլինի, մարզպետ կլինի, գրողուսեր ցավ կլինի, որ բարի եղեք այդ զանգերին պատասխանել, եթե դուք չեք ուզում, որ հենց այդ հաղորդման ժամանակ մենք այլ ֆորմատով խոսենք ձեր հետ։ Խոսելու ենք կիրթ, քաղաքավարի, բարձրաձայնելու ենք քաղաքացու խնդիրը։ Այն չինովնիկը, ով արհամարեց, չպատասխանեց, մերժեց եւ այլն, տվյալ անձը թքմա ասոյի փայտիկին։ Հիմիկվանից զգուշացնում եմ։ Որովհետեւ քանի որ ոչ մի պետական կառույց չի աշխատում, բացարձակապես, այդ իսկ պատճառով ես որոշել եմ նման ֆորմատով թեթևացնել քաղաքացիների վիճակը, գոնե եթե շաբաթական 10 քաղաքացու հարցեր մենք լուծենք այդ հաղորդման ընթացքում, ելի դրական ցուցանիշը։ Հիմիկվան ամեն հավանականությամբ այդ հաղորդումը մենք կսկսենք սեպտեմբեր ամսից։ Հիմիկվանից ուզում եմ զգուշացնեմ, որպեսզի մեր քաղաքացիները իմանան նաև անպետական չինովնիկները, որը ոչ մի կապ չունենալու հանրային դատի հետ։ Իսկ այսօր այսքանը Հայաստան, բարի գիշեր։